այսօրվա մեր դասի թեման է հայրենի բառապաշարի շերտերը։ Լեզու մեր ժողովրդի հոգևոր հարստություն է և նրա յուրաքանչյուր բառ ունի իր պատմությունը ու տեղը։ Այսօր մենք կփորձենք բացահայտել, թե ինչպես են բառերը բաժանվում տարբեր շերտերի, ինչ ճանապարհ են անցել ժամանակի ընթացքում և ինչպես է հարստացնում մեր խոսքը։ Այսօր մենք կմտնենք բառերի աշխարհ, կբացահայտենք դրանց ակումբ առանձնահատկությունները և կսովորենք տեսնել դրանց միջև եղած տարբերությունները։ Հիմա ես կգրեմ գրատախտակին բառեր և դուք կորոշեք, թե ինչ տարբերություն ունեն այդ բառերը։ Ապա լսում եմ պատասխանել, ինչ տարբերություն ունեն այս բառերը։ Մանե, կարող ես ասել, ինչ օրինակ ինչ նկատեցիր այս բառերի մեջ։ Պապ ջան բառերը հիմնական խոսակցական բառեր են։ Հիմնական խոսակցական ոչ բառաշերտին կապ։ Տատը հիմնական բառ է, ջանը խոսակցական բառ է։ Մոդա, սմարթֆոն, լավ, ուրիշ կարծիք եմ ուզում, Սուրեն կարող ես ասել, օրինակ ինչ բառեր։ Օրինակ տարբեր տարերի բառեր են։ Օրինակ սմարթֆոնը նոր բառ է։ Այսինքն ինքը նորաբանություն է, ճիշտ է, մոդա, մոդա, հայերի համարժեքը ո՞րն է։ ոչ է։ Ոչ է։ Լավ, էլ ինչ բառեր եք նկատում։ Օրինակ ռեստորան, ինչպիսի բառ է։ Այլ Ռեստորան, այսինքն նոտարաբանություն է։ Շատ լավ, այսինքն բառերը նույնը չեն, չէ՞, դրանք պատկանում են տարբեր շերտերի։ Այսօր մենք կսովորենք այդ շերտերը տարբերակել։ Հիմա միացնենք սլայդը, տեսասայդը։ Հիմա կատարվենք փոքր հետաքրքիր առաջադրանք։ Յուրաքանչյուր շարքում տրված է մի քանի բառեր։ Ձեր քանիները կլինի գտնել ավելի բառ, որը չի պատկանում նույն բառապաշարի շերտին։ Եկեք յուրաքանչյուրս մեկ շարք, Մայրա, ստեղ Մայրա, Արարեստ է։ Արքան, սպարապետ, համակարգիչ և հարճ։ Արքան, սպարապետը և հարճը դրանք պատմական բառեր են, իսկ համակարգիչը դա խոսակցական է, ճիշտ տակ է նորաբանություն։ Համակարգիչը մեր հիմնական բառապաշարն է, չէ՞, կլինի համակարգիչը, հաջորդը, Համակարգչային մկնիկ, կայքեջ, հեռուստացույց, կայսոն։ Համակարգչային մկնիկը, կայքեջը, հեռուստացույցը կենցաղային և տեխնիկական բառեր են, իսկ կայսոնը հնաբանությունը, որ նշանակում է աշխարհական մագազին։ հաջորդը, Սուրեն, երրորդ կապտա, Լորի մածուն մեջու կացա։ Լորի մածուն մեջու կացա։ Դրանց միայն մեկն է լորի տեղանում։ Ավելորդ չէ, տեղանում է, ճիշտ առաջ բառը վերել մեծական, այսինքն ուշադրի, ով կարող է ասել, Մայրա, Մենյու։ Ինչով տարբերս։ Որովհետև այդ մնացած ուտելիքներից մեր սննդների անվանման ճաշացանկ։ Ճաշացուցակն, ճաշացանկ, ճիշտ է։ Լավ։ Այժմ կատարենք հաջորդ բարողությունը, տրված նախադասություններով պետք է մգացված բառերը առաջացնենք և բացատրենք, թե ո՞ր բառաշերտին է պատկանում։ Յուրաքանչյուրս մեկ բառ կգրենք և կփորձենք բացատրել։ Եկեք ցանկությամբ, երեխեք։ Ովքեր են, առաջինը կարտա Գառնիկը։ Ես գումարը ստանում եմ բանկում։ Որ բառն է մգացված։ Բանկում։ Այդ բանը կգրենք ու փորձի բացատրել բառի հայերի համարժեքը։ Դա նշանակում հայերեն տարբերակը լինում է գումարի բաց, գումարաբաց։ Գումարը ավելի ճիշտ գրավում է, դրամա, հաջորդը, լալա։ Ինչ ամենաճեր կազմական կողը բերկանում է հիշեցնում է մեր պատմությունը, բառը անորություն է։ Անոնցը պատկանում է հայերեն գրական բառաշերտին, այն հիմնական բառը Այն չէր ասել հիմնական հրալար,
Եվ աղուց է առաջացել, և հիմա այն օգտագործում չէ, այսքան ինքը մշտակ գործածվող բառ։ Հաջորդը ման է։ Հակավորը բնարվում է շնչև ապարանք։ Ապարանք։ Ապարանք բառը պատկանում է հնարավորության բանաշերտի, հնարավորականների և ազնվականների համար։ Լավ, ուրիշ և վերջին նախադասությունը։ Մարիա։ Երկուս մենք հանդիպում ունենանք, երկուսն է և երկուսի համարժեք բառը դա բառն է ու խոսակցական բառ է։ Այո, խոսակցական բառ է։ Եվ վերջին նախադասությունը։ Կարմիր օգտագործել։ Լավ, Կարմիր նորից դարձա վերջին նախադասությունը։ Արևը լուսավորում է մեկը։ Որ բառն է դարձած։ Արևը։ Արևը։ Ինչպես որ բառաշտերում կարող պատկանել։ Բանացած, դե չկարել։ Հիմնական է, խոսակցական է, օտար բառ է։ Խոսակցական։ Ինչպես։ Խոսակցական։ Խոսակցական է արևը։ Ասա։ Հենց երկած բառ է, որը միշտ օգտագործվել է և Հիմնական է բառ է։ Միշտ արևը ասել, արևը մնացել է, չէ։ Այն եթե ասենք աշխի, ինչ բառ է։ գեղարվեստական։ Ահա, գեղարվեստական խոսքը, ինչով է տարբերվում հիմնական բառապաշարից։ Ինչով է տարբերվում։ Ավելի խոսքը այսպես պատկերավոր է արտահայտած, չէ, ավելի խոսքը գեղեցիկ է դարձնում։ Լավ, այդպես հետևյալ առաջադրանքը։ Նայեք, դրված է մի քանի ինչ նկատեցիք, ինչ բառեր են դրված։ Նորաբանություն, պոզիտիվ, լայք, ինֆորմացիա, կոմպյուտեր, այո, օտար բառեր է, և խնդրում եք գտնել նրանց հայերեն համարժեքը, հա։ Հիմա ես կտամ ձեզ քարտեր, այս քարտերի վրա դուք կգտնեք գրական համարժեքը։ Այստեղ խնդիրը գիտեք որ է, եթե որևէ բառ դուք դժվարանում եք, պետք է օգտվեք բառարաններից։ Այդ բառարանները ինչ են անում ես, օգնում են, որ այսպես բառի ճիշտ բացատրություն իմանալ, չէ, հարստացնում է մեր լեզուն։ Այսինքն զարգացնում է մեր բառապաշարը և սովորում է ճիշտ օգտվել բառարաններից։ Հրեցեք արդեն։ Յուրաքանչյուր մեր բառ կարդալ, առաջի բառ։ Ինֆորմացիա, տեղեկատվություն։ Տեղեկան տվություն, ճիշտ է, հրական համարժեք, երկրորդ բառը լավ է կարդալ։ Կոմպյուտեր, համակարգիչ։ Այո, կոմպյուտեր համակարգիչ։ Մյուսը, Մարիա, Պոզիտիվ ուրախ։ ինչպես։ Պոզիտիվ ուրախ։ Այո, նաև այսինքն ասած դրական, անմիջական, դրական ուրախ և երկուս վերջի բառը, Դավիթ դու կարդա։ Լայք։ Լայք ինչ է նշանակում։ Այ մենք ինչ Հավան է։ Այո, հավան է։ Մենք որն ենք հիմնականում օգտագործում։ Լայքերը, բայց երեխա ճիշտը որն է որ հավանել, մեր դրական բառապաշարի պատկառով հենց հավանել է։ Լավ։ Երեխա որ բառեր են օտարցական, մի հատ կանոն ասենք ու անցնենք առաջ։ Որ բառեր են օտարցական։ Երբ որ մի հայերեն որ կանոն է։ Այն բառերն են անվանում օտար, երբ որ ունեն հայերեն Լավ։ Մաս կատարենք, այստեղ համերկանը կա, այստեղ կատարենք, ձեր տերում։ Եղիճաների բացածում եք բարերը, օգտվելով բառարանից։ Ունեք, ինտերնետ ունեք բոլորը, ինտերնետից կարող եք օգտվել։ Խնդիրը դրանից որ կարող է բառարանել ճիշտ օգտվել և ասել, որ բառարանից եք օգտվել։ Բառաշերտերն են նորաբանություն, հնաբանություն, հիմնական գեղարվեստական բարբառային բառեր կամ բարբառային կամ խոսակցական։ Յուրաքանչյուր կներկայացնեք մեկ բառաշերտ, հա։ Եկեք դրսեք մաներից
տեսաժապավեն, ինտերնետ, բլոգեր, ստատուս, օնլայն։ Ահա, լավ։ Հաջորդը լալային, լսում լալավոր։ Հիմնարկաշերտի, Հոգնակի, տեսաժապավեն, ինտերնետ, բլոգեր, տեսանի, պատմուց։ ահա, եղիչան, ինտերնետը նաև ինչ պարկ արդեն։ Նորաբանություն, չէ, իսկ գրական համարժեքը որն է։ համացանց։ Հաջորդը Մայա, Ես ներկայացնում եմ բակարայինը, փոստանը, լաչապը և ջանը։ այո, լավ, համաձայն է։ Եվ որը մնաց։ Դաստակերտ, պատմուճան ու լաչակ։ Լաչակ։ Դաշտը ներկայացնում։ Լաչակ, բայց լաչակը չէ, լաչակը գլխաշորի, չէ, խոսակցական բան է, չէ, համաձայն չէ, և վերջինը գեղարվեստական, լալաչակար ոչ ներկայացնում։ Հովաթավ, հանդերձ ու սուսումներ։ Եղիչան, ինչպես տեսած պարարանից լավակում օգնականներից մեկն է, և այն օգնեց ոչ միայն արել իմաստը հասկանալ, այլ նաև գտնել ճիշտ գրական տարբերակները։ Եվ նպատակն է, որ դուք կարողանաք ճիշտ օգտվել, գիտենաք նաև, որ պարարանները լինում են տարբեր տեսակի։ Եկեք գրվել հիշենք պարարանների տեսակները։ Քանի տեսակ են լինում, որոնք է թվարկի, օրինակ ինչ պարարաններ կարող է թվարկել։ Ուղղագրական պարարան, Լավ, հոմանի շարժանիշների օտար լեզվի, ուղղագրական, հոմանի, շատանի, կաղանում, բացատրական, բավական, լավ, բավական է։ Սուրեն ինչ է անում բացատրական պարարան։ Ինչ է անում։ Ինչն է բացատրում։ Բարերի ուղղագրությունը, իմաստը, բարերի իմաստը։ Ինչ է տալիս թարգմանական պարարանը։ օգնում է գտնել օտար լեզվից օրինակ այդ թարգմանող բարերը։ Բարի թարգմանություն, չէ, այսինքն այլ լեզվով։ Որ պարարանը օգնում ճիշտ գրել բարերը։ Ուղղագրական բարաներից օգնում եք և ճիշտ ադրություններ գրում բարերը։ Լավ, կարծում որ պարարանով է գտնում նման է հակադիր իմաստով բարերը։ Մայա, Հականի շոմանիշների բարը։ որն է կոչվում հոմանիշ բարը, կարող ես ասել։ Իմաստով, մոտ, բարերը կոչվում են հոմանիշ բարերը։ Որն է կոչվում հականիշ բարերը, Սուրեն։ Իմաստով հադարակ բարերը կոչվում են հականիշ։ Լավ, եղիչան, մենք պատրաստել ենք տեսաշարքի պարարանների վերաբերյալ, փորձենք տեսնել։ Սա որ պարարանն է, սա այսինքն որ թարգմանական պարարան, սա համանունների, լեզիկ համանունների պարարանների տեսակներ, որ բարերը կարող են հանդես տվել համանունների ձևով, Նույնը, բայց իմաստով տարբեր։ ձևով, բայց իմաստով տարբեր։ Սա պարարանը Դարձի հոծարվելի հոմանիշների արդեն ասեցին կանոնը և ուղղագրական բարերը բարի ճիշտ գրություն։ Եվ այստեղ կատարում ենք հաջորդ տարաշրջանքը, ուրեմն գրված բառ, պետք է բացատրենք բառերը, օգտվելով բացատրական բառարանից։ Նայեք, հետևյալ բառերը բարակ, բարակ, ալյակ, արևահամ, հալված, զի։ Եկեք կատարենք լալան և մանեն ջարդեն աշխատում։ Ահա, պատրաստեք երեխան, ներկայացրեք, մանեն ջարդենցի։ Բարակ նշանակում է պարտաթուղթ։ Բարակ նշանակում է պարտաթուղթ։ Լալա հաջորդը բուրում։ Ալյակ նշանակում է ալիք կողակ։ Գրել ես տարածը։ Ինչ է նշանակում։ Ալիք կողակ։ Այո, ալիք կողակ։ Ոչ ստեղծագործության մեջ է այս բառը ասա։ Հաջորդ բառը Մայա։ Հաջորդ բառը արևահամն է և նշանակում է քանսր և անուշահ ունեցող։ Ահա, այսինքն արևահամ բառը որ բառաշրջան կարող է պատկանել։ Արվեստական խոսություն։ Հաջորդը Կարլիկ։ Հալբատ, ինչ է նշանակում։ Հալբատ, երևի։ Այսինքն ինքը խոսակցական հարվածային բառ է։ Եվ
որովհետև լավ հաջորդ սլայդը ով կարող է ներկայացնել թե ինչու է Գաբրիել Սունդուկյանը իր հերոսների խոսքում օգտագործում բարբարային բառեր, օրինակ բառերը դրված են ջեփ, դար, էլի եւ ինչ ունի դա կերպարի ստեղծման համար։ Ասա մանր Գաբրիել Սունդուկյանը իր հերոսների խոսքում օգտագործել է բարբարային բառեր, քանի որ բարբարային բառերը խոսքը դարձնում են ավելի կենդանի եւ իրական։ Ցույց են տալիս հերոսների ծագումը եւ միջավայրը։ Օրինակ ջեփ բառի գրական համարժեք կարող դարդը էլի դարձավ, հաջորդ սլայդը կատարել բանակ, հա? Ուշադրիր, բոլորս էկրանին եք նայում սուրեք։ Ընդամենը 8 բառ է։ Ինֆորմացիա, տելեֆոն, ավտոբուս, կոմպյուտեր, դպրոց, մետրո, ռադիո, բանկ։ Եղեք մեկ բառ տարբերվում է։ Ինչով է տարբերվում, ով կարող ասել։ Ասա լավ։ Տարբերում է 5-րդ բառը, դպրոց բառը, որովհետև մնացած բոլոր բառերը օտարաբանություն են, իսկ դպրոց բառը հայերեն բառ է։ Շարապես։ Իսկ կարող ես թվարկել մնացած բառերի գրական համարժեքները։ Դոնստի մայր։ Ինֆորմացիան տեղեկություն, տելեֆոնը ջային հեռախոս, ավտոբուսը չունի համարժեք, միջազգային բառ է, կոմպյուտերը համակարգիչ, դպրոցը կոմպյուտերը ինչ բառ է, որ շերտին է պատկանում։ նորաբանություն։ Եվ վերջի սլայդը մի տեսեք ինչ են կանում։ Դրանց օտար բառերը պետք է համապատասխանի դրանց հայերեն համարժեքներին։ Ուրեմն դրված է 10 բառ։ Տեսեք ինչ է արված։ Դուբլիկատ կողքը դրված է ուղեկցող տուրի։ Դուք պետք է ճիշտ համապատասխանեք դրված բառը։ Այսպես երկրորդ շարքից պետք է գտնեք ճիշտ բառը։ Մի օրինակ ասեմ, հա, դուբլիկատի ճիշտ բացատրությունը որը կրկնօրինակ տեսեք։ Այսինքն տեսեք գրել է տելեսկոպի կողքը, կրկնօրինակ։ Այսինքն դուք պետք է մեկը գրեք 6-ի կողքը։ Հասկացա՞ք։ Հիմա գրում ենք այդ բառությունը։ Էլի անհատական։ Արա, թախանջու է, կներկայացնեք երկու բառ, սկսեք մանել, հա, մանել, ես ասում եմ դուք ասում, հա, դուբլիկա, կրկնօրինակ, լիմֆատիկ, լալա, պաուզա, դաթար, սանատորիա, առողջարան, մայա, ստյուարդեսա, տելեսկոպ, Աստատիկը ապրես, կարդիկ տրագեդիա, Ողբերգություն։ ճիշտ է, եւ անենյա, սակավարություն, ճիշտ է, սուրեթեսթետիկա, Գեղագիտություն։ եւ դինաստիա, Արքայատոն։ արխայատոն, այդպես գրել ես։ Այո։ Հաջորդը, Մարիամնավի հաջորդը։ Հիմա սա կատարում ենք բանալով։ Մարիամ, հարմորելու ես, առաջի շարքը դու ես կատում և ներկացում որ բարաշերտին է պատկանում։ էլի, էլա, դար, դեր, Բարբարային բառեր, Մարիամ, նման է, հաջորդը դու։ Բարատ, ջեփ, Okay. օտարաբանություն։ Սուրեն կարդա, երորդ կարդա, Բարատ, ջեփ, երորդ ես կարդում։ Հայելի, հայելիք, մրմունջ, հոգի, սաստղեր, բույր, գեղեցիկ։ Գեղարվեստական բառ։ ինչու է գեղարվեստական, կարող ես ասել։ Որովհետև ասա Հաստատությունների մեջ օգտագործող բառեր։ այսինքն գեղարվեստական խոսքը գեղեցիկ դարձնող բառեր, չէ՞։ Շարակաշարաջողացնող, հաջորդը լալան բառը, Զիս գնալ տուն հոգուց հնաբանությունները, որովհետև նույն ժամանակներում են գործածվել։ եւ գրաբարյան բառերը, չէ՞։ Հաջորդը արևահամ եւ նայյան, կարմիր դու կարդա, արևահամ նայյան, ինչպեսի բառեր։ Արաբական բառը։
Մանեջան կարդա հնաբարը ո՞րն է։ Կամ կարող եմ Գործածական բառի հնացած տարբերակը։ Պատմաբարը ո՞րն է, լավ։ Հնացած կամ վերացած երևույթ բացառ կամ իր նշանակող բառ։ Նորաբանությունները սուրեն։ Ոչ վաղուց իրարության մեջ մտած եւ որպես նորություն նկատող բառեր։ Փոխառությունները կարմիր։ Բարեր որոնք ունեն հայերեն համարժեք եւ դարձել են ներքին սեփականություն։ Եվ Մարիամը բարաբանությունները, Նաև որոնք ունեն հայերեն համարժեքներ, բայց գործածվում են ավարտելով լեզու։ դա սա ձեզ ինքնուրույն է աշխատանք։ Ուրեմն նոր բառաշրջին են պատկանում հետևյալները առանձնացնել եւ շարունակել շարքը։ Սա հիմա է, երբ կարդում եք, բայց շարունակություն եք գրում մենակ, էլ այս բառերը չկատարվում։ Բանա, մաներ, կարդում եք շարքը եւ Այսպես տուն, հող, հաց, ջուրմայր, ծով, գետ, շուն, սիր, դեզու, տակ, հետցեր եւ այլն։ Այս բառերը խոսակցական բառեր են կամ հիմնական բառեր են։ Խոսակցական հիմնականը չեմ բարբարայանը, հիմնական բառաշրջի Հիմնական կամ բառաշրջի պատկանող բառեր են։ Ես ավելացրել եմ գիշեր, գրիչ, խմել, գինի, բարձրահասակ, միգուցե բառեր։ լավ, համաձայն եմ, լավ, Երկուստը իրիկուն, թուշ, աչկատակ, ծսկվել, խոտոշ, քիչ։ Ես ավելացրել եմ նախասավոր բառաշրջին է պատկանում, պատմարային բառեր են, հիմնական բառեր են, ինչպես օգտագործում են որևէ, ավելացրել են նարդեղան, տելևիզոր, խոր, մեբել, գրավատ, ռազետկա։ ապրես, և երորդը, Մարիա, Սածածան, հանակ, լորաբույր, լացկան, քնքշարշություն և այլն, եւ ավելի այլն։ լրացում շարքը, Հեզաճկուն, արևահան, փայլատակություն, մրմունջ։ և երեխիչան, դերջի առաջաշանքը, հիմա էջ եմ կատարում, դուք գրում եք ձեր մոտ, նախադասություններ են, դուք պետք է ներողություն դուրս գրել 30 բառ և նշել բառապաշար շերտեր առանձնացնելով ըստ բառային շերտերը։ Սա մեկ առաջադրանք, այսինքն ոչ թե պետք է դուք դուրս գրեք ինչ-որ մտածելով, երեխիչան, տեքստերը գրված են այստեղ։ Հիմա Մարիամ շուտուր, նայեք, այստեղից հենտատիվ տեքստը կարդում պետք է գրեք այդ 30 բառ։ Ոչ թե դուք պետք է որինեք կամ մտածեք այլ կշտից, հենց այս տեքստերից դուրս գրեք։ Ձեր մոտ կամ նկարեք կամ ուղարկեք